Մենք ապրում ենք աշխարհի ամենագեղեցիկ, ամենավարդագույն եւ ամենահյուրընկալ քաղաքում։ Այստեղ են բնակվում գյումրեցիներ, լոռեցիներ, ապարանցիներ, մարտունեցիներ, հոկտեմբերյանցիներ, մի խոսքով բնիկ երևանցիներ։ Երևանում կողք կողքի ապրում եւ աշխատում են տարբեր մարդիկ։ Օրինակ, կենտրոնի մասնավոր դպրոցներից մեկի վախկոտ տնօրեն պարոն Ծիրոյանը եւ համառ ուսմասվար Տիկին Ուլյան։ Ակումբային կյանքով ապրող, փողին փող չասող, անփոք երիտասարդներ Էրիկը եւ Նարեկը։ Հենց այստեղ է նկարահանվում կոտրված մեխակ ամենառեյտինգային հեռուստասերիալը։ Եվ իհարկե մեր քաղաքում իր մշտական բնակությունն է հաստատել Ստեփանակերտցի Ստեփան Արցախյանը։ Նրանք տարբեր են, բայց բոլորն էլ սիրում են Երևանը, համար մեկ քաղաքը աշխարհում։ Սա նոր-նորքն է, Երևանի ամենաբարձրադիր թաղամասերից մեկը։ Հենց այստեղ վարձով, բայց իր մշտական բնակությունն է հաստատել ազնիվ Ստեփանակերտցի Ստեփան Արցախյանը, ով ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչի հաշվին են վայրկենական լուծվում իր անլուծելի խնդիրները։ Դեդուս, այս ձեր շենքի լիազորը լրիվ գժվել է։ Պատկերացնում ես ուզում էի մտնեմ լիֆտ, լավ դեմ ես, ասում որ հարկ ես գնում, ասում 13-րդ հարկ Ստյոպիկ ինձ տուն, ասում ինչ անեմ, ոտով գնա, իրանք լիֆտի փողը չեն վճարել։ Ես էլ չմոռացա, ասի, բայց դու գիտես, որ Ստյոպիկը Ղարաբաղցի է, ասեցի, ինչ անեմ։ Ես էլ եմ Ղարաբաղցի, ստիպված 13 հարկ ոտով եմ հելել։ Լավ, Սեյդ, մի բողոքի էլի։ Համել ոտով հելնելը առողջություն է։ Երկու անգամ կհելնես, կիչնես, էլ ֆիթնեսի էլ չես գնալ։ Ողբամ ես ձեր վիճակը։ Մեսի, մարդդ Ղարաբաղցի չի է, աղտեցի է, աղտեցի։ Չի տեսնում իրա բարեկամները ինչերի են հասել։ Տեքորը տան մի օրվա աղբով մի ամիս ճոխ կապրեք։ Տղի չի զանգում իրա բարեկամներին, թող զանգի մի կարգին գործ ուզի էլի։ Սեդա, դու իրան լավ չես ճանաչում, դու չգիտես, որ եթե ինքը իմանա ես ընկել մեռել եմ, ու ինքը շտապօգնությունը բարեկամ ունի, կյանքում ինքը չի զանգի, պրինցիպիալ չի զանգի։ Ինքը չի զանգում, դու զանգի։ Ռուբենին եմ զանգում։ Ալո, Ռուբեն դու ես? Հա, Ռուբեն ջան, բարև, Լիդան Ստյոպիկին է։ Ոչինչ, դուք ոնց եք։ Հա, դե մենք էլ էլի սովորական ուղղակի, ոնց ասեմ, մի քիչ խնդիրներ ունենք էլի, հասկանում ես։ Դե սպանել թողալի։ Հասկանում չեմ, որ ես սրանց օգնության կարիքը չունեմ։ Մեկ ասում է եկ դատախազ աշխատի, միս ասում է եկ պահեստապետ, են մին ասում է գինեկոլոգ։ Դրանք հասկանում չեմ, որ ես լամպոյի տելևիզոր սարքում, ես ոնց կարամ դատախազ աշխատի։ Ոնց անեմ ես պրծնիմ այդ բարեկամներից։ Այս Ստյոպ ջան, նրանք հոգովատը չեն ուզում։ Մեկի օգնություն ընդունի, ես դժվար իրավիճակից դուրս եկեք էլի։ Ոչ, Լիդա, ես արդար մարդ եմ։ Ու իմ կերբաղց ելել է, ես չեմ օգտագործի լավ ապրելու համար։ Ես մի բանի համար կօգտագործեմ իմ կերբաղց ելել եմ։ Բարեկամներից պրծնելու համար։ Ստեփան, էդ ինչ ես մտածել, հետաքրքիր է։ Լիդա, մենք քիմ ենք Ամերիկա։ Ես հիմա քիմ եմ դեսպանատուն, դեսպանին ասում, որ ես կերբաղցի եմ, ու ինձ թող Ամերիկա։ Մենակ այդտենց կարելի է բարեկամներից պրծնել։ Ստյոպ ջան, բայց դու գիտես, որ դեսպանատուն մտնելու համար քեզ $150 փող է պետք, որը դու չունես։ Չնայած
Ես կարամ այդ $150 քեզ տամ։ Հասնես Ամերիկա իմ $500 հետ ուղարկես։ Շնորհակալ կլինեմ քեզ, Սեդա, եթե տես բան անես դու։ Վիշեր հվակի։ Էհա։ Ապրես, Սեդա ջան։ Իդույ, գիտես ինչ եմ մտածում։ Ամերիկայում աշխատելու մի ժամը $8 է։ Եթե մարդը տնտեղ էլ սենց ջրաջան աշխատի, 24 անգամ 8 192 Քուր 3 օրում իմ փողը ինձ հետ կտակ։ Հա, ստյոպ, գնում ենք, չէ՞։ Ես $200 դաչ։ Չելի դա չեն կինում։ Քիասի դեսպանտում դեսպանին ասի, ես կերբախցի եմ ու ոզում եմ Ամերիկա։ Կինամ, ասես, ինչ կապ ունի դու իշտեղից ես, ես և Վաշինգտոնից եմ։ Վերջ, դեսպանավիճեց իրարիտ, պասպորտս տվավ, մերժեց, ասես, դու չես կինում Ամերիկա։ Նես որ չեն կինում։ Սեդա եմ փողի մասին մտածիս, որ ես կոճի կտամ։ Ստյոպիկ, գյուճի ետ կտամ։ Քո աշխատածը տեսնելով հասկանում եմ, որ դու այդքան չես կարա ապրես, որ այդ փողը ինձ հետ տաս։ Սեդա, բաբոս մի լավ խոսք ունիր։ Քանի սաղ սալամատ ենք։ Քանի սաղ ենք, Պարտք ենք։ իրար պարտքենք։ Սա Երևանի կենտրոնում գտնվող մասնավոր դպրոցներից մեկն է, որտեղ աշակերտների ներկայացուցչական մեքենաների համար կառուցվել է հատուկ ստորգետնյա ավտոկայան։ Հենց այս դպրոցում են աշխատում վախկոտ տնօրեն պարոն Զիրոյանը եւ համառ ուսմասվար տիկին Ուլիանը։ Գուրգեն, ինչպես կարելի է ամբողջ դասարանի առջև ուտել այդ նողկալի հոտ-դոգը։ Քեզ ով է թույլ տվել գնել այդ անհայտ ծակման էկոլոգիապես անիմաստ սնունդը։ Բայց պարոն Զիրոյան, մեր դպրոցում ամենանիհար հոտ-դոգը $1300 է։ Ինչ կապ ունի Գուրգեն, դու չգիտես, որ թանկի ճեժանը չկա։ Ես ինչ ձեր։ Մի խոսքով, ես քո ծնողների դեմ պետք է պատասխան տամ, ոչ թե դիմացի բուդկայի դիրոշները։ Ես իրական ունեմ արժիկ ծոցան։ Ազատ ես։ Ես այդ պարավի բուդկեն փակել եմ տանը։ Չի թողում նորմալ մարդիր բուֆետ աշխատացնի։ Օй, պարոն Զիրոյան։ Մամա ջան, ծավումա։ Տեկին Ուլյան, ինչ եք Երուսաղեմ ազատագրած խաչակի ասպետի դեմքով նստել դեմս, ինչ է պատահել։ Պարոն Զիրոյան, ինձ ավելի հեշտ է մարտնջել ռոմեական գլադիատորների դեմ կամ աշխատել սենց բարբարոս աշակերտների հետ։ Պատկերացնում եք, աշակերտը դասի է գալիս, արտաքինով մի ինչ-որ հաստապզի հետ պատկերացնում եք։ Տեկին Ուլյան, ես հուսով եմ, որ դուք այդ գորիլային դուրս եք շպրտել։ Պարոն Զիրոյան, ես փորձեցի, բայց հակառակը ստացվեց, նա ինձ պատուհանից դուրս շպրտեց, պատկերացնում եք։ Ոնց որ ճանապարհին ծառիել եք, հա։ Ծառի վրա, Սա
Ինչ խայտարակություն է։ Ումն է եղել այդ երթանին։ Հենց հիմա ասենք ազատում եմ դպրոցից։ Շոտ։ Բեցի այ Կարենի անձնական օգտագործման տիկնապահն է եղել։ Ասում եք Կարենի տիկնապահ։ Այո։ Տիկին Ուլյան, մի վարքյան ես պետք է մտածեմ։ Մի վարքյան Տիկին Ուլյան։ Արեք մտածեք, արունակավ եմ լինում։ Ես ոնց հիմա այդ տիկնապահի հետ գործ ունենամ։ Ես ավելի լավ է հարբած աղել քելակցիների ձեռ ընկրեմ, քան Կարենի տիկնապահի։ Մի բան պետք է մտածել։ Բարոն Տիրոյան, հենց հիմա հեռացրեք այդ լկտին դպրոցից։ Մտածեցի։ Ամոց ձեզ Տիկին Ուլյան, ամոց ձեզ Տիկին Ուլյան, ու դուք ուսոշուի եք կոչվում։ Ջում բարոն Տիրոյան, ես ինչ մեղավոր եմ։ Միթե դուք չեք հասկանում ինչի համար է Կարեն այդ տիկնապահին բերել դպրոց։ Ես արդրեցի և նա ասեց, բերել եմ որից նեղացնողներին լենասնինքը։ Ոչ Տիկին Ուլյան, այդ բարեսիրտ երեխան բերել է, որ այդ վայրի կենդանին մի փոքր ուսում ստանա։ Միթե դուք չգիտեք, որ դպրոցը նրա համար է, որպեսզի բոլորը ստանան ուսում, իսկ դուք հիմա ասում եք, որ տիկնապահն դա մարդ չի։ Ինչ, տիկնապահն մարդ չի։ Բաչա, բարոն Տիրոյան, ախր նա ինձ նետեց պատուհանի։ Դա նորմալ է Տիկին Ուլյան, դա նորմալ է։ Դուք նա որոշել եք վռնդեք դասարանից, իսկ նրա մոտ աշխատել է իր ինքնապաշտպանական բնազդը։ Ոնց ասեմ, որ դուք հասկանաք։ Կյանքում փորձել եք, վագրին ասեք, արիստել արա։ Կամ կյանքում փորձել եք փղին բլդուխ անեք, նույն կանը կլինի։ Մի խոսքով Տիկին Ուլյան, հենց հիմա գնում եք դասարան և այդ տիկնապահին մյուս երեխաների նման սկսում եք դասավանդել։ Գնացեք։ Բայց բարոն Տիրոյան, ինչպես ասեք գնացեք։ Ասում եմ գնացեք։ Լավ բարոն Տիրոյան, այս անգամ ձեր թանկագին խաթեր համար ես կանեմ դա։ Բայց Արմեն Աշոտյանի պարզ ճակատը վկա, եթե նրա տիկնապահը նորմալ չսովորեք, ես դուրս է վռնդելու ես դպրոցից։ Ես համաձայն եմ ձեզ։ Մամայի արև դուրս կվռնդե։ Ես սել եմ ասում ձեր մամայի արև դրան մի դուրս վռնդեք։ Գնացեք։ Ես չեմ հասկանում։ Ոյ, մամա ջան, հազիվ պրծանք։ Ես մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ, բայց ոնց որ թե Մուլյանի մեռնելու օրը սկսում եմ կռահել։ 2012 Սա գիշերային Երևանն է, որը հայտնի է իր բուռն ակումբային կյանքով։ Այստեղի ակումբներից մեկում են բնակվում անհոգ երիտասարդներ Էրիկն ու Նարեկը, որոնք աշխարհի բոլոր հաճույքներից կշտացած փնտրում են նոր արկածներ։ Երեք պարապտոն նստած եմ, բան չկա էլի վաբշե հանելու, ենքան պարապ եմ աղպեր ջան, որ ոնց ասեմ, հաց ուտելու ժամանակ չունեմ։ Արի նստա մտածին Արո ջան, ասի տենաս ինչ չեմ արել ես կյանքում, աղպեր ջան, մեկ էլ հիշա աղպեր, որ ես կյանքում չեմ ամուսնացել։ Ասի հետ աղպեր զբաղմուք է էլի, զանգի պապային բան, տենց հյուրերը ավկվանես, կոմ թոյին մաշնեք, երկիչ երկչույներ, բան, աղպեր տես բեսախ տաժացինք, անցավ էտ օրս էլի գժան։ Հարցով է։ Չեմ իշում աղպեր անունը, պապան էր բերել դերասանույն, մերասանույն էր, եկավ խաղաց գնաց, էլ է տենց իրա ցելի սուտին։ Ապի հոսև տոպ տոշի տես դեպքի մետ եղավ, հոսև։ Ընգերույս մատեր ապետ, տարա բժիշկի, դուսը կայնած ծխում սպասում եմ, հոսև ջոգիմ ձգձգվում ապետ։ Հոսև մտա դուրը բացի տենամ, Այդ բժիշկը հոսև ընգերուս համբծրել է։ Ներվայնած է ռենգենի ապարատս ես հակցերի գախին, հոսև։ Լավ էլի արա այ վրազ։
Բարժեր աղբջան ընկերուդ հանվստելու համար այդ բժիշկին հագցներ։ Դիչը հոսեր ում մտարապ է, հոսեր տաղ հանվստում էին ընկերուդ։ Արա լավ էլի աղբեր հանուն մայբախի սուսմն։ Վերջի հոսեր ուղարկեցին Ֆրանսիա, որ ընդե բուժեն, ստե բժիշկ չկա։ Աղբեր լավ ծեր սուսմն։ Տեսել ես են բարի ստոյկի մոտի եղնիկին։ Այսօր պատի սրան որսանք։ Հոսեր ծեղայեց ինչ ապը, մի 50 կիլո կլնի, չես, ապե եղնիկի մստիշ կանա, ապեսի հազի մեր վրա մի $5 պորիս կյավը։ Ես գիտեի, որ էդ էր ասելու նարո։ Ես կեզ 100 անգամ եմ ասե աղբեր ջան։ Փողով աղջիկ կպցնել էդի նույնը ոնց որ անտառում զուգարան մանգաս, այդ տենց հեշտ է։ Իսկ առանց փող աղջիկ կպցնել է աղբեր ջան, էդի ջոմոլունգմայի փեշենին խաշ ուտելուց էլ կայֆ։ Հոսեր, այսքա ժամանակը ոչ մի անգամ ենք կարած ենք առանց փող աղջիկ կպցնենք կարա։ Այս անգամ հաստատ կստացվի։ Նա ինչ ես անում։ Հիմա գնում ես այդ աղջիկա մոտ, կայնում ես, հեռախոսը անում ես ջեբից, դու սկսում ես զանգել քո հաշվապային, յանի դու բարեգործ ես, բան, յանի տենց փող ես ուղարկում մանկատուն, ծերանոց, ընդ աղքատներին, բաներին, անտառներ ես սարքում, ընդ ջոգի չէ, յանի բարեգործ ես աղջան, հետո դու այդ աղջիկա համար դառնում ես մի հատ բարեգործության մարմնավորում, ու այդ աղջիկը քոնն է։ Հեշտ, բարեգործություններով։ Ապերոց նույն փողը ծախսում ես, բայց իրա վրա չէ, հասկացա՞։ Դենա ես կմոտիկան եմ ընթես։ Գրիգորյան, բարի ապե, նա ինչ ես անում, ուրեմն մի 2 միլիոն փոխանցում ես բանին են, ծերանոց, մի 3 միլիոն փոխանցում ես մանկատուն, մի 7 միլիոն է անապահով ընտանիքներին, հա, հոսեյ, մայո, հոսեյ, մայո, դավայ։ Большое спасибо. Ապես աղջիկը ռուս է։ Այո, ռուս է ու մեր մշտական հաճախորդներից է։ Ղարաբաղի շուտ չէր ասում, այ համբալ։ Ալավ աղբերն է ելքան մի սրտին մոտիկան թոնի մա ռուզերի մա ուրիշը կպցնենք բան տեղից ելը։ Հոսյամ ես որ նեղը չեմ նեղվում որ էդի ռուս էր այգես բանարա։ Հոսյամ ես նեղվում եմ նեղումը որտեղ պետք է նահապվայի տեղը բարեգործություն արեցի, ապե հոյ այր։ Ոնց աղբեր, դու այդ բարեգործությունները ճշտով ես արե։ Հոսյամ Արա լավ էլի նարո, ես խոսքի գնալով ավելի ու ավելի համոզվում եմ, որ դու ապվայի գյատեն ես։ Սա երրորդ մասն է Երևանի ամենահայտնի թաղամասերից մեկը։ Հենց այստեղի հանրահայտ պրոդյուսերական կենտրոններից մեկում է նկարահանվում կոտրված մեխակ ամենառեյտինգային հեռուստասերիալը։ Լսի այ Մորգուր ջան, ես այդ սերիալի դերասանը չեմ, ես այդ սերիալի պրոդյուսերն եմ։ Այ ես շատ իմանամ մեխակը կամուստանա Ժաննայի հետ ինչ է Մորգուր։ Արի գիտես ինչ անեք, արի ես քեզ մեխակի համար տամ, դու զանգի իրանից իմացի, գերի։ 7 926 614 61 Գրեցիր։ Եղավ։ Գերիչ։ Էլե պատմի դերա մեսոնիշ թազա անեկդոտ ես մտացի այ հումորիստ։ Խնդրում եմ ինձ չվիրավորել։ Ես հումորային սցենարիստ չեմ։ Իմ սցենարները ողբի, լացի, ճղճին կյանքի, տմարդի ընդվզումների մասին են։ Լավ արի անգլերը չխոսան, օքեյ։ Ես քեզ քանի անգամ եմ ասել, մի հատ սցենար գրի, որ ես կալյասկեն կարանակ մեջ օգտագործեմ։
Պապես ավտոմատը ինչի ոչ մի անգամ չեք օգտագործել։ Բայց պարոն պրոդյուսեր, իմ գրած սցենարը Ժաննայի ծնունդի մասին է։ Ուրեմն ինձ ոչ չի հետաքրքրում։ Այդ սցենարում անպայման օգտագործում եք ես քալյասկեր, ես ավտոմատը, մեկ էլ մի բան էլ է պետք։ Ես հոգնակի ապարատը հասկացար։ Վերջրու։ Կալյասկերել ես մի քիչ կքշեք կգա կտանեք։ Սիրելիս։ Ժաննա։ Շնորհավորում եմ։ Շատ շնորհակալ եմ մեխակ, որ եկար։ Այս նվերը քեզ Ժաննա։ Աստված իմ մեխակ, ինձ ոչ ոք կյանքում իմ ծննդյան օրը նվեր չէր նվիրել։ Հոգաչափ շնորհակալ եմ մեխակ։ Գիտեմ Ժաննա, իսկը քո հակով կլինի։ Աստված իմ մեխակ, իսկ իմ հակով շնորհակալություն։ Ժաննա, ես բազում խանութներ շրջեցի եւ գտա հենց քո հակով ավտոմատ բարովանում ես։ Շնորհակալություն մեխակ, շատ գեղեցիկ է։ Մամ, կարծես դուրն է, հյուրերը եկան արդեն։ Սոկրատ, Աստված իմ, քեզ վնասել ես, ոտքերը չեն աշխատելու այլևս։ Ոչ, Ժաննա, ես ուղղակի մեքենայի ուզում գնեի գումարս չհերիքեց, սա գնեցի։ Կարևորը որ ոտքս կտրվեց գետնից։ Ժաննա, ես քեզ նվեր ունեմ հանձնելու։ Աստված իմ, Սոկրատ, ինչ օրիգինալ հիանալի նվեր ես ընտրել, շատ շնորհակալ եմ։ Համոզված եղիր, որ ես այս երեկոյի ընթացքում անպայման սա կօգտագործեմ։ Շատ շնորհակալություն։ Իսկ ավտոմատը ես եմ նվիրել։ Հապա նայիր ինչ գեղեցիկ է, իմ հակով իսկական։ Լավ, եկեք նստենք, ում ենք սպասում, եկեք նստենք արդեն սկսենք մեր տարեդարձը։ Խնդրեմ, արդեն կարող ենք օգտվել։ Կչիր մոմերը, Ժաննա։ Երեխեք ջան, ես օղի կարակ խմեք, Ժաննա սաքաշե, ատոմ հոտիկին։ Ճիշտ ասում, մամայ։ Խնդրեմ։ Տուրտուր ես կենաց խմեմ։ Մենակ ես շում։ Ժաննաս, բալես, այսօր դառնում ես չափահաս։ Կարաս մի բաժակ էլ դու խմես։ Մամա, տալես։ Կենացը, բալես։ Ծնունդդ շնորհավոր։ Շնորհակալություն։ Մա։ Սոկրատ ջան, ես դու չես խմում։ Չէ, տիկին Ռուբինա, ես ռուլի եմ, չեմ կարող խմել։ Ով չես ճոգում, որ ստեղ քո թայ մար չկա։ Չես դեռ գնաս տարեց։ Հա։ Չափահաս դառան լեզուն երկարեց։ Ժաննա, դու հարբեցիր։ Սոկրատդ նույնը քեզ ա վերաբերում եղավ։
Հասկացա Ժաննա, դու ուզում ես մեխակի հետ առանձին մնալ, հա? Ես այստեղից լավ հոտ չեմ առնում։ Ջան կներեք, էդի ես Պրոստը մրսցրել եմ մի քիչ ստամոքսս։ Ոչինչ մեխակը լմի րոպե։ Լսի, հենց հիմա պիղծ ուղեղդ մոտեցրու այստեղ։ Տականք լսում ես, բերկած ստեղից արագ գնա։ Ռադդ քաշիր քո հետ եմ խոսում, թե չէ հենց հիմա ուղեղդ կթափեմ այդ ավտոյիդ մեջ, լսում ես, արագ։ Ոչ, ես չեմ գնա։ Արագ ացրա քո հետ եմ։ Ոչ, ռադ եղիր այստեղի։ Չեմ գնա։ Ժաննա, ես ինչ արեցի, Ժաննա։ Մեխակ, անիք շատ եմ համան է։ Մի մագազին։ Ես ես երկու լուր ունեմ հայտնելու, մեկը լավ, մյուսը վատ, որից սկսեմ։ Լավից սկսել բժիշկ։ Զարմանալի է, բայց բոլոր բամբուշները դիպել էին միայն մեկ օրգանին, և մենք հեռացրեցինք այդ օրգանը, հիմա նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Վատ լուրը ո՞րն է։ Նա այլևս չի կարող երեխա ունենալ։